հյուրն է Հայաստանի Հանրապետության վարչապետը, շատ շնորհակալ ենք պարոն վարչապետ, որ համաձայնվեցիք մեր հյուրը լինել։ Ինչ նպատակով եք այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հատկապես Վաշինգտոնում։ Համաշխարհային բանկի եւ միջազգային վալյուտային ֆոնդի տարեկան հաշվետու համաժողովն է եւ Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական բլոկի նախարարները վարչապետի գլխավորությամբ գտնվում են Վաշինգտոնում։ Բանակցում ենք ըստ էության բոլոր խոշոր կազմակերպությունների, հիմնադրամների հետ, Համաշխարհային բանկի, միջազգային վալյուտային ֆոնդի, Եվրոբանկի, Եվրոմիության, ինչպես նաև ամերիկյան կազմակերպությունների, ամերիկյան գյուղդեպարտամենտի, ամերիկյան ֆինանսների դեպարտամենտի, պետդեպարտամենտի եւ բազմաթիվ այլ կազմակերպությունների եւ մասնավոր ընկերությունների հետ շուրջ 25-30 կազմակերպություն, դեպարտամենտ միավորում, որոնցից յուրաքանչյուրի հետ կան առանձին խնդիրներ, եթե Համաշխարհային բանկի եւ միջազգային վալյուտային ֆոնդի հետ հարաբերությունները հիմնականում Հայաստանում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ծրագրերն են, որոնք ֆինանսավորվում են այդ կազմակերպությունների կողմից, ապա ամերիկյան, հատկապես USAID ամերիկյան փոխհատուցության կազմակերպության հետ դա եւ կառուցվածքային բարեփոխումների եւ հումանիտար օգնության խնդիրներն են, մասնավոր կազմակերպությունների հետ, Էգզիմ բանկի, OPIC-ի մյուսների հետ քննարկվում են մասնավոր ձեռնարկատիրության, մասնավոր բիզնեսի ֆինանսավորման, վարկավորման, երաշխավորման ծրագրեր, մի խոսքով համապարփակ խնդիրներ են, որոնց լավագույն լուծումը էապես կարող է տեղաշարժ ապահովել Հայաստանի տնտեսությունում։ Չափազանց կարևոր են եւ մեր գործունեությունից, մեր թիմային գործելակերպից շատ բան է կախված։ Ես գիտեմ, որ դուք հանդիպեցիք Ամերիկայի փոխնախագահ Գորի հետ եւ քննարկումներ եղավ նաեւ Ղարաբաղի մասին։ Եթե շրջանակում կարելիության կարող եք ասել ինչ հարցի շուրջ քննարկվեց սա։ Ղարաբաղի հարցի լուծումը ցավոք սրտի գրեթե բոլոր քաղաքական հանդիպումների ժամանակ տրվում է որպես անկյունակար։ Ղարաբաղի հարցի լուծմամբ այն պայմանավորում ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաեւ հայ-թուրքական հարաբերությունները, ասել է թե տնտեսական համագործակցություն, ճանապարհների բացում եւ այլն։ Փոխնախագահ Գորի հետ հանդիպման ժամանակ այս հարցը նմանապես հստակ դրվեց։ Առաջարկվում է 2000 թվականի ընթացքում արդեն Ադրբեջանի հետ գտնել հարցի լուծման բանալին, եթե ոչ հարցի լուծումը, եւ ասվում է հստակ, որ Ղարաբաղի հարցի լուծումից հետո տնտեսական համագործակցությունը ավելի խորանա եւ Հայաստանի առաջ կբացվեն նաեւ բլոկադայի դռները, ներդրումների դռները, ինչպես որ հաճախ ասվել է։ Մեր դիրքորոշումը հստակ է, մենք պատրաստ ենք տարածաշրջանային համագործակցության, համարում ենք, որ մեր երկրի զարգացման ուղին տարածաշրջանային համագործակցությունն է, մենք պիտի լավ հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ, բայց ոչ ի վնաս մեր ազգային շահերի։ Նույն կարգով նաև Թուրքիայի հետ մեր հարաբերությունները։ Իհարկե, բլոկադայի վերացումը, ճանապարհների բացումը, առևտրատնտեսական հարաբերությունները դրանք անհրաժեշտ են, բայց ոչ ի վնաս մեր ազգային շահերի եւ մենք շատ հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումը, կարծում եմ, որ մեզ ճիշտ հասկացան։ Ղարաբաղի հարցում թերևս այսքան, այսինքն դիրքորոշման մեջ որևէ էական փոփոխություն չկա։ Մենք համաձայնություն տվել ենք Մինսկի խմբի վերջին առաջարկության շրջանակներում վերսկսել բանակցությունները, նախագահ Քոչարյանի, նախագահ Ալիևի մեջ բանակցությունները ընթանում են, զուգահեռ ընթանում են նաև արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունները, տեսնենք թե դեպի ուր մեզ կհասցնեն այդ բանակցությունները։ Նորից եմ կրկնում, նախագահի մոտ համոզմունքը նույնն է, ինձ մոտ համոզմունքը նույնն է, որ մենք մեր ազգային շահերի գնով որևէ զիջման չենք գնա։
Չնայած մենք ինքներս փոխզիջման համաձայն